համար որ պարզ լինի, նայեք, մի կողմից Վահագն Հովհաննիսյանը հայտարարում է, որ այս պահին իր տիրույթում է քննության, ԿԸՀ-ի տիրույթում է հարցի քննությունը եւ որ միայն մանդատների ամբողջ լիազորությունը կստանձնեն օգոստոսի 2-ին։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը օրինակ մարդ է ազատում իր կարգադրությամբ։ Ոնց է ստացվում, որ նույն իրավիճակում մեկը արդեն անցել է գործունեության, մյուսին փաստացի ցույց չեն տալիս ծավալել իր լիազորությունները։ Ես կարող եմ այլ մի օրինակ էլ բերել, որ այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի շաբաթ առաջ պաշտոնապես հայտնում է, որ իրենց տիրույթում այլևս այս հարցերը չեն գտնվում, այլ մարմնի, դա իհարկե ազգային ժողովն է, բայց մի քանի շաբաթ անց հենց իրենց դիրքորոշումը փոխում են։ Իդեպ կարծես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց ինքը իրեն վերաքննության կարգով բողոքարկում ոնց որ իրականացնի։ Ընտրական հանձնաժողովը հենց ինքը իրեն վերաքննության կարգով բողոքարկում ոնց որ իրականացնի։ Հովհաննիսյանի ասացից ես հասկացա, որ ինչ-որ մի կարճ շրջան փաստացի իրենց տիրույթում չի գտնվում։ Այսինքն միջև սահմանադրական դատարանի որոշման պահը, որոշման պահը իրենց տիրույթում է գտնվել, դրանից հետո չէ, հիմա նորից իրենց տիրույթում է։ Ես ճիշտ եմ ընկալում Վահագն Հովհաննիսյանի մեկնաբանությունը եւ այս ամենը падգամավորի կամ տեխնատուի անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի համատեքստում կցանկանայի քննարկել։ Այդ կարճ շրջանում падգամավորի տեխնատուն կամ ընտրված падգամավորը անկախության երաշխիքներ պիտի ունենա։ Ես վստահ եմ նաև հաշվի առնելով, որ դուք իրավական բնույթի բազմաթիվ վեճեր եւ հարցեր ներկայացնող գործունեություն իրականացնող լրագրող եք, դուք հենց նաև ձեր հարցադրման բովանդակությունից դուք եւս նկատում եք, որ սա կամ իրավական ժխտողականության կամ իրավական աբսուրդի տիրույթն է։ Այն, որ Վահագն Հովհաննիսյանի կողմից ներկայացվող դիրքորոշումների մեկնաբանության կարողությունը ես չունեմ, կարծում եմ նաև շատ մեր այլ հայրենակիցներ եւս չունեն։ Մասնագիտությամբ շատ իրավաբաններ ընդհանրապես չեն էլ կարող ունենալ, որովհետեւ դա իրավաբանություն չէ, այնինչ խոսում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մի պարզ վարժությամբ փորձենք բացահայտել ինչ է ինքը ասում։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող ժամանակահատվածում մինչև հուլիսի 21-ը անձինք, որոնք ընտրված падգամավորներ են այլևս, չէ՞ որ արդեն ԿԸՀ-ն մանդատի բաշխման կարգ է սահմանում, քանակ է հրապարակում, չէ՞ մանդատների, այդ ընթացքում անձինք ոչ մի անձեռնմխելիության օժտվածություն չեն ունենում։ Ոչ մի։ Այսինքն անձը, որը մինչև այդ որոշումը պարզապես падգամավորի տեխնատու էր եւ օրինակ որևէ հնարավորություն չուներ ազգային ժողովում ներկայացված լինելու, պետք է այդ հաջորդող ժամանակահատվածում չունենա պաշտպանություն, ինչպես հաղթահարած այդ շեմը ուժերի ներկայացուցիչները։ Այսինքն մի երկու շաբաթ մարդը, որը արդեն գիտեն բոլորը, որ կարող է դառնալ падգամավոր, բացառությամբ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, որևէ պաշտպանություն պետքա չունենա։ Հետո մեկ էլ, հետո այո, իրենց տրամաբանությունը դա է ստացել, ոչ թե կարող էին, ասում էին մենք ընդհանրապես էլ առնչություն չունենք գործընթացի հետ։ Այսինքն աբսուրդից դեպի աբսուրդ են գնում։ Իրենք ասում են, որ իրավասություն չեն ունեցել։ Եթե այն ժամանակ չունեին, հիմա էլ չունեն։ Պարոն Վարդանյան, կար ակնկալիք միգուցե, որ ինքը չի ստանձնելու մանդատը։ Ինչպես մի հատ նորից։ Կար ակնկալիք, որ պարոն Կարապետյանը հրաժարվել է։ Ես կարծում եմ նաև ոչ միայն ակնկալիք, այլ իրենք մինչ օրս էլ իրենց գործողություններով, թե իրավապահ մարմինները, որոշ իրավապահ մարմինները, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրենց գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ազգային ժողովում ներկայացված չլինի։ Հիմա եկեք անկեղծ լինենք, հարգելի գործընկերներ, մինչև օգոստոսի 2-ը ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը ինչ պետք է չէ իրականացնեն կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման բնույթի աշխատանքներ եւ նախապատրաստական աշխատանքներ։ Ի վերջո դա իրենից ենթադրում է կոնկրետ ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում։ Հիմա իրենք ինչ են ասում, ոնց են փորձում մեկնաբանել։ Ասում են, գիտեք, այդ մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց տանենք կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Հենց այս աբսուրդը բացառելու համար
Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին 16-19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր, որ այն անձը, ով падգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում։ Իր ազատությունը չի կարող սահմանափակվել։ Մեկ բացառություն կա ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես այդ գործընթացը քանիցս տեսել եք։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, վստահ եմ հետագայում մի քանի ժամ անց քննչական մարմինը պետք է փորձեն սահմանադրական դատարանի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարեն։ Բայց կանխավարկածը որն է, չէ՞։ Օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց իրավիճակը այլ է։ Ես կարող եմ հստակ ասել, որ իրենց պատկերացումը շատերի իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին է խոսքը, որ падգամավորի կարգավիճակ եւ падգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը դրանք նույնական են։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանց, որ падգամավոր է եւ լիազորություն է ստանձնել։ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի հենց այն մարմինը, որ այս հարցերին պատասխանող լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ այնինչ կատարվում է Երևանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավաբանությունից դուրս են, դրանք բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջ համատությունից դուրս են, բայց ավարտ ունենալու վստահ եղեք։